Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա հուլիսի 26-ին սկսված ՍԴ նիստում այսօր ամփոփիչ ելույթներն էին։ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները խոսքը կառուցել էին կրկին երկխոսության ձևով։ Նրանք իրենց ելույթը նվիրեցին ՍԴ նախորդ նիստերից մեկում դատավոր Արթուր Վաղաշյանի հնչեցրած այն հարցին, թե ով է հայ ընտրողը։ Պարոն Վաղաշյան, ընտրողը զոմբի չի, ընտրողը զգացմունքներ ունի, ու այդ զգացմունքները ենթակա են ազդեցության։ Ու նրա վրա, ճիշտն ասած, ամեն ինչ ազդում է։ Մենք ներկայացրել ենք, թե ինչ հետևողականորեն են աշխատել իրավապահ մարմինները, որպեսզի հակաքարոզչություն անեն ու օգնեն ՔՊ-ի քարոզչությանը, ու դա միայն պնդում չէ։ Առաջին անգամ ընտրական վեճերով դիմողը իր վրա է վերցրել նաև այս պնդման ապացուցման բեռը ու ներկայացրել է սոցիոլոգիական հարցման տվյալները, ապացուցելով ազդեցության ձևը ու չափը։ Փաստաբանները քննադատեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարքագիծը, մատնանշեցին ՔՊ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը եւ նախընտրական հիմնադրամի հետ կապված մեքենայությունները։ Ավելի լավ է կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդհանրապես փակել, փոխարենը այդ գումարը պետական բյուջեից հատկացնել Domino Video Production-ին, որը հաստատ ավելի լավ կկազմակերպի այդ միջոցառումները բլեքջեքով եւ դրոններով։ Անդրադառնալով ֆինանսական խախտումների թեմային Հայաստան դաշինքի փաստաբանները նշեցին, որ ՔՊ-ի գործողությունները պարունակում են աննախադեպ կոռուպցիոն տարրեր, իսկ մայիսի 28-ի շքերթի համար իբրև հատկացված $1 միլիոն փաստացի դարձել է իշխող ուժի նախընտրական քարոզարշավի դրոնների շոուի վճար։ Ներկայացված նյութերով ու ապացույցներով հիմնավորել ենք, որ քաղաքացիական պայմանագրի քարոզարշավի զգալի մասը ֆինանսավորվել է պետական բյուջեից։ Այս հնարավորությունից չեն օգտվել մյուս կուսակցությունները։ Օրինակ, արդյոք կարող ենք նաև հարցադրում ուղարկել։ Նույն ԴՕԿ կուսակցությունը, եթե պետական բյուջեից ֆինանսավորվեր 419 միլիոն դրամով, շատ ավելի հաջող քարոզարշավ չէր անի եւ ավելի բարձր ցուցանիշներ չէր գրանցի։ Արդյոք բոլորին դեմ եմ կուսակցությունը, եթե այդ գումարը ստանար եւ օրինակ կառավարության դիմաց խաղալիք մուկ տշելու փոխարեն Disneyland-ից մեծ միջոցառում կազմակերպեր եւ Mickey Mouse-ին տշեին կառավարության դիմաց, այդ կրեատիվ արշավը շատ ավելի հաջող չէր լինի եւ ավելի շատ ձայներ չէր բերի։ Իրավաբանները հիշեցրեցին նաեւ ՔՊ առաջնորդի ագրեսիվ հայտարարությունները, որոնք սահմանադրական դատարանում փորձում էին արդարացնել որպես քաղաքական ելույթներ։ Եթե սա է կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ գործող իշխանության իրական Հայաստանի խոսքի մշակույթը, եւ եթե արդարադատության նախարարը համարում է այս վարքագիծը իրավաչափ խոսք, քաղաքական լեքսիկոն եւ վարքագիծ, ապա մի դժգոհեք ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի եթերներից եւ բառապաշարից եւ մի բողոքեք մինչեւ 2018 թվականը եղած իշխանություններից։ Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի խոսքով հետընտրական շրջանում ԿԸՀ որոշումները այնքան ապօրինի են եղել, որ ՍԴ-ում որոշ հարցերի պատասխանելու փոխարեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը օգտվել է լռելու իրավունքից։ Այս ընտրությունները չեն եղել ազատ, չեն եղել հավասար։ Այս պնդումները հիմնավորելու համար մենք ներկայացրեցինք, թե ատելության խոսքի մասշտաբային դրսևորումը, որը իրականացվել է սույն դատաքննությանը որպես երրորդ անձ ներգրավված ուժի կողմից եւ որը փաստահեն է, որի վերաբերյալ կա իրավական բնույթի ակտը, վարչական դատարանի համապատասխան դատական ակտը։ Մենք հիմնավորեցինք, որ վարչական ռեսուրսի չարաշահումը եղել է անասելի։ Դրա վերաբերյալ ներկայացրեցին կրկին դատական ակտեր, փաստահեն պնդումներ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանն էլ շեշտեց, որ կուսակցությունը պայքարում է վաստակած ձայները վերադարձնելու համար, որոնք անհետացել են ոչ թե սխալ հաշվարկի, այլ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության հետևանքով։ Դուրս է մնացել, բայց ժողովրդի կամքը ինչ է եղել։ Եղել է այն, որ ԲՀԿ-ն անցնի, որովհետև 4%-ը գերազանցել է։ Դա է եղել ընտրողների կամքը։ Պարոն Հովակիմյանը պարզ հարցին չպատասխանեց։ Վերջը որ որոշումը անբավեր չճանաչեր, անցնում էր թե չէ, իհարկե անցնում էր։ Դե չեմ կարող, որովհետև իրան ասել են չհամաձայնվես։ Որ ասեն կպատասխանես, կպատասխանել։ Իրան ասել են չպատասխանես, ինքը չի պատասխանել։ Իշխանությունը հայտարարում է, ընդդիմադիրների պահանջներն անհիմն են, ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել ենթադրությունների հիման վրա, նշեց արդարադատության նախարարը։ Վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ պնդումները ևս Սրփուհի Գալյանը անհիմն համարեց։ Միևնույն ժամանակ նա ընդդիմությանը մեղադրեց ընտրակաշառք բաժանելու համար։ Իսկ սույն գործի քննության ընթացքում դատարանին չեն ներկայացվել այնպիսի ապացույցներ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ արձանագրել,
որ դիմումատուների մատնանշած խախտումները իրականում տեղի են ունեցել կամ տեղի են ունեցել այն ծավալով եւ բնույթով, ինչպես ներկայացվում են, եւ կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Պես կարելի է ասել, բայց այդ ասելով որքան շատ ասեք, դա չի դառնում փաստ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խնդրում է Սահմանադրական դատարանից մերժել բոլոր դիմումները։ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչ Արմեն Ասատրյանն անդրադարձավ ընդդիմության մեղադրանքներին, որ կոմիտեի կողմից նախընտրական շրջանում պարբերաբար տարածվող ձայնագրությունները ազդել են ընտրողների դիրքորոշման վրա։ Ըստ Ասատրյանի, քննության ժամանակ չի ապացուցվել, որ կոմիտեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից կամ կատարել է գործողություններ, որոնք կարող են որպես միջամտություն դիտարկվել ընտրական գործընթացին։ Դատախազության ներկայացուցիչ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն էլ վստահեցրեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում քվեարկության օրը եւ դրանից հետո ստացված բոլոր ահազանգերը մանրակրկիտ ուսումնասիրել են եւ անհրաժեշտության դեպքում դրանց ընթացք է տրվել։ Սահմանադրական դատարանում ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի խոսքով իշխանությունը չի ցանկանում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվեն, քանի որ ընտրախախտումների այն ռեսուրսը, որն իրացվել է, երկրորդ անգամ կիրառելը դժվար է լինելու։ Ռեսուրսը որպես այդպեսին սպառվող է։ Կրկնում եմ, խոսենք Սահմանադրական դատարանի որոշումն է հայտնի լինելու։ 4 օր տևած քննությունից հետո բարձր դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու։ Այն կհրապարակվի ամենաուշը հուլիսի 4-ին։